Ինչպես բազմիցս նշել ենք, արդեն մի տարի է, ինչ Նինոց Մինդայում գործում է Դինամո Թբիլիսի ֆուտբոլի ակադեմիայի մասնաճյուղը, որին մասնակցում են փոքր տարիքի երեխաները։ Նրանց հետ աշխատում է վարպետացած մասնագետը, ով վերապատրաստվել է վերոնշյալ ակադեմիայում։ Այսօր այս կարճ ժամանակահատվածում արդեն վերջինիս պարապմունքները տվել են իրենց ծիլերը։ Սամվել Բաղդասարյանն աչքի ընկնելով իր պատրաստվածությամբ մեկնում է Լիտվա, մասնակցելու երիտասարդական մրցաշարին։ Ինչպես գիտեք, արդեն 1 տարի է գործում է Դինամո Թբիլիսի ակադեմիայի հետ պայմանագիրը, ֆիլիալը արդեն գործում է մեր մոտ, ու արդեն մենք ունենք մեկ ֆուտբոլիստ, ակադեմիայի սան է արդեն, Սամվել Բաղդասարյանը, որը մի շաբաթ առաջ Մեգնես Թբիլիսի հիմնական կազմի հետ հավաք անցկացրեց, որպեսզի ամսի 13-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացվող երիտասարդական մրցաշարին մասնակցելու։ Դա իհարկե ընդհանուր աշխատանքի շնորհիվ էր, բոլոր մարզիչների աշխատանքի շնորհիվ էր։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետ Տիգին Անիվարդից այս ծրագիրը իրականացնելու եւ ֆինանսավորելու համար, որը մեծ առաջխաղացում տվեց ֆուտբոլի զարգացման համար։ Երբ ինձ զանգահարեցին Դինամո Թբիլիսի ակադեմիայից, շնորհավորեցին, որ արդեն ձեր սանը մենք ընդգրկել ենք Դինամո Թբիլիսի ակադեմիա, ուրեմն 868 սաներից ինքը լավագույն 16 ֆուտբոլիստների շարքում է գտնվում, որը մեզ համար մեծ առաջխաղացում է։ Մեր տարածաշրջանից 1 հոգի մենք ունենք, 1 հոգի Ախալցիխեից եւ 1 հոգի Բորժոմիից։ Հիմա մենք ուզում ենք, որ ինքը ավելի լավ դրսևորի իրեն Վիլնյուսում, որպեսզի առաջխաղացում ունենանք։ Ավելի մանրամասները ուզում են, որ հենց ինքը կամ ծնողն ներկայացնի, որոնք ակադեմիայում եղել են, ծնողին անձամբ տեսել է մարզումները, իրենց ապրելակերպը, ձևը։ Շարունակությունը իհարկե ակին ծախսատար գործողություն է, այնտեղ Թբիլիսում մնալը եւ այլն, դա արդեն կախված է եւ երեխայից եւ ծնողներից։ Ինքը նպատակ ուներ ես մարզաձևով առաջ ընթանալ, առավելություններն իր ասեմ, որ նման ֆուտբոլիստ եզակի է պատահում, 2 ոտքով նույն ձևի ինքը խաղում է, չես ճոգում աչե թե ձախ, դա մեծ առավելություն է, նույնիսկ համաշխարհային աստղերի մոտ դա նկատելի է։ Հենց Դինամո Թբիլիսի ակադեմիայի եւ տնօրենը եւ այս պրոյեկտի մենեջերը հենց դա առանձնացրեցին, որ իր առանձնահատկությունը նրանում է, որ ինքը 2 ոտքով նույն ձև է խաղում, դա մեծ առավելություն է։ Հույս ունենք մենք եւս սանկ ունենանք ակադեմիայում ընդգրկվելու, ճիշտն ասած 1 տարվա ընթացքում չէի էլ հավատում, որ մենք կարող ենք ունենալ սան Թբիլիսի Դինամոյի մեջ, բայց իրականություն դարձավ։ Պատանի ֆուտբոլիստի առաջընթացը մեծ է։ Նրա աչքերում կարելի էր նկատել եւ ուրախություն, եւ հուզմունք, ինչու՞ չէ նաեւ տագնապ, բայց նա տրամադրված էր վճռական, քանի որ բազմաթիվ սաներից ընտրված 17 լավագույններից մեկը ինքն էր։ Ես Դինամո պարապա 5 օր այնտեղ մնացի, պարապա որպեսզի գնամ Եվրոպա։ Ես շատ գոհ եմ, որ հենց ես այնտեղ Եվրոպա կգնամ եւ Նինոց Մինդան շատ մարդ կգիտնա։
Փետրվարի 23-ին խաղացի մրցում Թբիլիսիում, Դինամոյի ակադեմիայում, այդտեղ 30 հոգի խաղում էին, 30-ից 17-ին տանում են Եվրոպա։ Ես այդ 17-ի մեջ եմ և գնում եմ Եվրոպա, պարապում եմ արդեն ֆուտբոլ 5 տարի, ես զգում եմ, որ ավելի լավն եմ դարձել այն վաղտվանից։ Իմ նպատակը լինել շատ լավ ֆուտբոլիստ և գնալ խաղալ Եվրոպա աշխարհ։ Բացի մարզիչից ու մարզադպրոցի ղեկավարությունից յուրաքանչյուր երեխայի կյանքում առանձնակի նշանակություն ունի նաև ծնողի դերը, օժանդակությունն ու աջակցությունը հոգեպես։ Արամ Բաղդասարյանն այն ծնողներից է, ով պատրաստ է հնարավորինս լինել պատրաստ իր երեխային առաջնորդելու համար։ Ասեմ, որ Սամվելը մանկուց սիրել է սպորտը և մանավանդ ֆուտբոլը։ Մանկուց ձգտել է, արդեն 5 տարի ինքը լուրջ զբաղվի սպորտով։ Կուզեմ շնորհակալություն հայտնել սպորտ կոմիտեի, սպորտ դպրոցի տնօրինությանը, որ իրենք օգնել են ամեն ձևի, որպես Սամվելը առաջ տա ու հասնի իր նպատակներին։ Մենք էլ որպես ծնող ինչքան որ կայնանք հնարավորին չափ ձգտենք, որ ամեն ինչով աջակցենք, որպեսզի Սամվելը իր նպատակներին հասնի։ Չէ, մետաղություն չկա, ամեն ինչ դասավորած է, շատ խելացի կազմակերպված է, Դինամո ակադեմիան է, ամեն ջանք կենե, ոչ մի բան չի խնայ, որպեսզի երեխաները իրենց նպատակին հասնին ու ավելի առաջ տան։ Ասեմ, որ 1000 հոգի են եղել, որոնց մեջ էլ ընտրվել է 30-ը ու 30-ից նորից ընտրվել է 17-ը, որոնք մեկնենք Վիլնյուս, որպես մասնակցեն այս մրցումներուն։ Շատ լավ ողջունելի է, հուսով ենք մեծ հաղթանակով ետ կուքան։ Նշենք, որ Պատանի մարզիկին դեպի Լիտվա ճանապարհելու գործում իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Նինոց Մինդայի մարզադպրոցը, ֆինանսավորելով ճանապարհածախսը, իսկ մնացած բոլոր ծախսերն իրականացնում է Դինամո Թբիլիսի ակադեմիան։